Ժողովուրդ ջան, այսօր շատ արդիական թեմա է կրկին 25000 բյուջեի մեջ ինչ էլեկտրոմոբիլ գնել։ Հիմա ես կառաջարկեմ ձեզ այս բյուջեի մեջ 8 էլեկտրոմոբիլ ու դուք արդեն ինքներդ ընտրեք, թե որն ձեզ ավելի հարմար 24000-ից մինչև 25.5, սենց ասեմ, դիապազոնը միջինը $25000։ Ուրեմն Yuan plus Restyle, ինչը միանշանակորեն ստացված մեքենա է, review-ն ունեմ իմ ալիքում, համեցեք նայեք։ Ուղղակի արշավի քարշակը ակտիվ ու արագ վարման չի այդ մեքենան, բայց որպես ընտանեկան մեքենա, որպես հարմարավետ, կոմֆորտ, սառնարանով, պրոյեկցիայով 204 ձիաուժ է։ Մի խոսքով իդեալական է, եթե ակտիվ ու արագ վարման սիրահար չեք, որտեղ արշավի քարշակը։ Հաջորդը Sea-Lion 05-ն է, էլի էս բյուջեի մեջ է տեղավորվում 24-ի մեջ, բայց ինքը արդեն հետևի քարշակ է, մեծ առավելություն է, պավարը շատ լավ է մտնում, բայց մի հատ մեծ թերություն ունի, էլի ունեմ իմ ալիքում review-ն, ասենք ինտերիերը խնդրահարույց է ու իրան կոնկրետ տնտեսել են ինտերիերի էրգոնոմիկայի, առհասարակ ինտերիերի մատերիալների վրա ու էլի բայց խորհուրդ տալիս եմ, բայց ինքը միանշանակորեն զիջում է Yuan Plus-ին հարմարավետությամբ, կոմֆորտով ինտերիերի որակի մատերիալներով։ Բայց ատո հետևի քարշակը ու պանորաման չի բացվում, իսկ Yuan Plus-ը մի մեծ առավելություն ունի, պանորաման բացվում է։ Այս 8-ի մեջ շատ քչերի մոտ է պանորաման, որ բացվում է։ Ուրեմն հաջորդ էլեկտրոմոբիլը մեր Leopard 3-ն է, որ ես վերջերս Գյումրիում ստացել էի ու հեսա շուտով մի 10 օրից մանրամասն review-ն իմ ալիքում կլինի, էլի գժական բոմբ էլեկտրոմոբիլ է։ Միակ թերությունը արտաքին տեսքն է, հա։ Շատ է դուրս չի գալիս, ինտերնետ չի գալիս։ Եթե էդի չլինի, եթե հավանում եք արտաքին տեսքը, ինքը հետևի քարշակ, էլի 218 ձիաուժանոց գժական, այդ գնից ինքնարժեքից ցածր վարչարվող, դեմպինգ անող, բոլոր մրցակիցներն անխնա ոչնչացնող, մի հատ գժական ջիպ է, հետո ես այդ մեքենան վարեցի, ուղղակի հիացած եմ, մի ուրիշ տիպի լավն է, Yuan Plus-ից շատ ավելի լավն է, ռուլյոշկեն sense ասած Sea-Lion 05-ից ավելի լավն է։ Մի խոսքով մանրամասն review-ն իմ ալիքում ուղղակի սառնարան չունի, պանորաման բայց բացվում է։ Ու իհարկե հետևի քարշակը ոնց պետք է լինի։ Հաջորդ էլեկտրոմոբիլը Leapmotor B10-ն է, էլի շատ իմ կողմից գովաբանված, էլի գժական, եվրոպական Stellantis կոնցեռնի մեջ մտնող, Եվրոպայում վաճառվող, եվրոպական ստանդարտներով մի հատ գժական էլեկտրոմոբիլ է ու դահադարը 24000-ից մի քիչ է քիչ է։ Ամենաֆուլ կոմպլեկտացիան 24-ից մի քիչ պակաս կամ մաքսիմում 24։ То есть ինքը դաժե 25-25.5 բյուջեն չի, բայց ինքը էլի բարելի ասել գին որակով, եթե Leopard-ին չենք վերցնում, էլի հաղթում է թե Yuan Plus-ին, թե Sea-Lion-ին, համարժեքա դիպալին, որտեղ գնում է 600 կիլոմետր, իսկ Yuan Plus-ը գնում է 510, Leopard-ը 500, ամենամեծ թերությունը մեկ էլ իրան դրանումն է, հեռահարությունը քիչ է, Sea-Lion 05-ը 530։ Ուրեմն այս Leapmotor-ը էլի միանշանական խորհուրդ եմ տալի, ուղղակի մի հատ մեծ թերություն ունի, ֆիզիկական կոճակների իսպար բացակայություն, էդի հա մինուսա հիմա տենց է։ Բայց ատո հետևի քարշակա 218 ձիաուժանոց գժական փաղաքային crossover լիդարով full կոմպլեկտացիան մաքսիմում $24000։ Անգլերեն թարգմանությամբ։ Ինչը էլի մի հատ մեծ պլյուս մեծ բոնուս։ Այս ավտոն միանշանական խորհուրդ եմ տալիս, արդեն պատվեր ունեմ, հենց հասնի review կանենք, բոմ մեքենա է, տաքսի վարելու համար էլ այսպես մեքենա է, պատվիրեք։ Ուրեմն հաջորդը մեր Mazda նոր Mazda-ն է, EZ60-ն է, նու ինքը հիբրիդ է, այս գնի մեջ տեղավորվում է հիբրիդի Air Plus-ը։ Լավ վատ մեքենա չի, բայց իմ ռուս գործընկերները, որ obzor-ը նայեք, արդեն գտել են, որ ինքը մնացած ճապոնականների պես ցինկապատ չի, իսկ բոլոր չինականները ցինկապատ են հարգիրներս, ու լակապաշերտը ընդհանրեն 100 միկրոն է Toyota-ի պես կամ Kia-ի պես։ Մի խոսքով Ճապոնիա նշանակում է 100 միկրոն ու ոչ ցինկապատ լինել։ Էդի պետք է ընդունենք, բայց դա մեծ մինուս է, աճ մտնող մինուս է դա։ Ասենք շատ հեշտ է խազվելու իր թափքը, ասենք ծառը ճուղ, չգիտեմ, մատանի, մի խոսքով էդի նկատի ունեցեք։ Դա մի հատ մեծ մինուս, հա, լավ մեքենա է, բայց էլի մյուս մինուսը ֆիզիկական կոճակներ չունի, բայց դա Mazda է, հա, օքեյ, հետևի քարշակ ու բավական հզոր, արդեն 255 ձիաուժ։ Մի խոսքով հենց պատվերը լինի, անպայման մանրամասն review կանեմ, առաջին հայացքից վատ չի, բայց նշի, որ գժականա բոմբա, վազեք առեք չէ։ Չէ։ Գժականա բոմբա, դիպալ S05 Restyle-ը 620 կիլոմետր գնացող։ Այդի արդեն բոմբա։ Հա, ֆիզիկական կոճակներ չունի, բայց ասենք $25000 գնի համար, ասենք ամենահզորն է 272 ձիաուժ, Mazda-ից է հզոր, ասենք 204-ը որտեղ Yuan Plus-ի ու 272-ը որտեղ Zipal-ի։ Մի հատ գազան է, հետևի քարշակ sense ծեփում է սիդերնիկին, ասենք 235 ձիաուժն է, այս review-ն որել եմ, առաջի սերունդ։ Ծեփում է սիդերնիկին, ես պատկերացնում 272-ը ինչ մի գազան է, ասենք մի հատ ռակետ է։ Tesla-ին չզիջող երևի։ Միանշանակորեն խորհուրդ եմ տալի Zipal 05 ուլտրա 620 կիլոմետր գնացող բոմբա $25000, ասենք էլ ինքնարժեքից էժան, գժական է։
ու հաջորդը մեր Geely-ն է, Geely Galaxy E5-ի էլի restyle-ն է, էլի 610-620 կմ գնացող, էլի շատ խորհուրդ եմ տալիս, բայց ինքը արժևի քարշակ է, դա պետք է հաշվի ունենաք, դա մինուս։ Ինքը կանանց աղջիկների համար կամ ընտանիքի համար համեստ հանդարտ վարման համար ոչ ակտիվ։ Առաջ արժևի քարշակը խնդրալուց է։ Ոնց արդեն ասեմ, չնայած Geely պարագայում ոնց որ տերերը տենց չեն բողոքում։ Եթե անկեղծ BYD-ն է, որ խնդիրներ է տալիս քիթ խաղասեր փախցնել, Geely-ն ոնց որ տենց էքստրեմալ չի այդ պահը ու նույնիսկ արագ ակտիվ վարման ժամանակ այդ քիթը օդ տենց շատ չի բարձրանում կամ քիչ է բարձրանում։ Մի խոսքով էլի շատ տեխնոլոգիապես հագեցած գժական մեքենա է, բայց մինուս ունի իր ինտերիերի նյութերի որակը Seal 05-ի պես է, մի խոսքով միջին վիճակ։ Geely-ից մոտ ինտերիերը միջին է։ Որակը չեմ կարող ասում, որ բարձր որակը BYD-ի պես չի։ Zipal 05-ի պես չի։ Zipal S05-ն ու BYD Yuan Plus մի ուրիշ տիպի high level-ի վրա են սրահի նյութերի որակով ու էրգոնոմիկայով դիզայնով, մի խոսքով ինձ հասկացաք։ Ու մյուս էլեկտրոմոբիլը մեր Toyota BZ3X-ն է, ու էսի միակ էլեկտրոմոբիլն է, որ խորհուրդ չեմ տալի այս գնայինի մեջ, ինքը լավ այդան դրսևորում Pro Plus կոմպլեկտացիան 27000-ի կարգի սեգմենտում 27-27.5, բայց այս 20-25-ի մեջ R Plus-ն է ընդամենը, ինչը 430 կմ է գնում ընդամենը։ Ասենք 620-ը որտեղ 430-ը որտեղ խնդրահարույց է, կոնկրետ խնդալու է, իսկ ասեի, բայց դեմա այդ է։ Ու շատ քիչ հագեցվածություն, ասենք պանորամա չկա, մի խոսքով չխորհուրդ չեմ տալիս։ Հա, այս եւ միակ բանն է, որ այս գնի մեջ ավելի լավ է Pro Plus լինի, 520 Pro Plus 27, քան թե ասենք 24-ով R Plus։ Ու ոնց որ թե Ժորժ ջան, այսքանն էր։ Ակտիվ եղեք, բաժանորդագրվեք, լայքեք, այսօր այսքանը։ Եթե այս բանը ընտրում եք կամ ճաշում եք, ապա ծունի յոգա խաղովիքը։ Հանդիպենք։